15 ընտանիք տնօրինում է Հայաստանի ամբողջ տնտեսության, դրա շարժի, շրջանառության ու արտադրանքի առնվազն 16%-ը։ Ու մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի գլխավոր ամբիոնից սոցիալական արդարության մասին է խոսում, երկրում գեներացվող գումարները, արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում։ Հարստության բաշխման բևեռացումը շարունակում է չլուծված մնալ, դրա մի զգալի մասը փոքրաթիվ մարդկանց ձեռքին է։ Անկախացումից ի վեր այս խնդիրը չի լուծվում։ Այս ընտանիքներից որն ինչ մասնաբաժին ունի Հայաստանի տնտեսությունում, պատկերը հասկանալու համար ազատությունն ուսումնասիրել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, նույնականացրել նրանց բիզնեսներն ու պարզել 15 հարուստներ իրենց ձեռքում են պահում ամբողջ շարժի մոտ 16%-ը։ Վճարված հարկերը վկայում են ընկերությունների եկամուտների, շրջանառության եւ ընդհանրապես նրանց բիզնես հաջողությունների մասին ու քանի որ 1000 խոշորներն ապահովում են Հայաստանի հարկային մուտքերի առյուծի բաժինը, ազատությունը հենց այդ ցանկով է առաջնորդվել ու ներառել այն ընկերությունները, որոնք կամ ուղիղ այս ընտանիքների անունով են գրանցված, կամ էլ նրանք ընդունել են, որ այդ բիզնեսներն իրենցն են։ 2025-ի առաջին 9 ամիսներին Հայաստանի բոլոր ընկերությունները լինեն փոքր թե մեծ կամ անհատ ձեռնարկատեր, միասին վճարել են 5.2 միլիարդ դոլար։ Սա պետության ընդհանուր հարկային մուտքերի թիվն է։ Այս գումարի առնվազն 1/6-ը 15 ընտանիքի պատկանող բիզնեսներից է հավաքվել։ 5.2 միլիարդ դոլարից նվազագույնը 860 միլիոն դոլար է։ Եվ այսպես ով ինչ բաժին ունի։ Հիմա բիզնեսմեն եմ։ Զգալի մասնաբաժին Ալեքսանյաններն ու նրանց հարազատներն ունեն։ Նախկին հանրապետական падգամավորի ընտանիքին ու նրանց հարազատներին պատկանող բիզնեսները նույն ժամանակահատվածում ընդհանուր 229 միլիոն դոլար են վճարել։ Խոսքը միայն 1000 խոշորների ցանկում ներառվածների մասին է։ Միայն այդ ընկերություններից հավաքված գումարը Հայաստանի ամբողջ հարկային մուտքերի 41%-ն է։ Նրա հարազատներին հաջողվում է անգամ աշխարհաքաղաքական իրադարձություններից աննախադեպ օգուտներ քաղել։ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն Արթուր Պետրոսյանին պատկանող Mobile Center Art ընկերությունը ոչ ավելի, ոչ պակաս երկրի ամենամեծ հարկատուն է։ Տնտեսագետները միակարծիք են, պատճառը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են։ Այս ընկերությունը հեռախոսներ եւ էլեկտրոնային այլ սարքեր է վերարտահանում։ Իսկ հենց Ալեքսանյանի ու նրա ընտանիքի անմիջական անդամների բիզնեսները շարունակում են բարգավաճել։ Երևան City-ն ամենախոշոր ակտիվն է։ Բաղրամյանի ալյուրի գործարանը նույնպես ավելի քան 10 միլիոն դոլար է վճարել։ Հենց այս ընկերությունը վերջերս Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրեց։ Նախկին падգամավորին ու նրա հարազատներին պատկանող 10 այլ ընկերություն նույնպես ներկայացված է խոշորների ցանկում։ Ալեքսանյանների բիզնեսներին շատ չեն զիջում Վարդանյան եղբայրների ընկերությունները։ Նրանք 210 միլիոն դոլար են վճարել, ընդհանուրի 4%-ը։ Ծխախոտ արտադրող նրանց երկու ընկերությունները Grand Tobacco-ն ու International Masses Tobacco Հայաստանի 10 ամենախոշոր բիզնեսների թվում են։ Տպագրությամբ զբաղվող Grand Master-ը 21 միլիոն է ապահովել, 17 միլիոնի մասնաբաժին Grand Candy-ն ունի։ 1000-ի ցանկում Վարդանյաններն այլ ընկերություններ ունեն։ Վերջին տարիներին Հայաստանում ծաղկում են վիճակախաղերն ու օնլայն կազինոները։ Մինչ իշխանությունները դրանց դեմ պայքարի մասին են հայտարարում, ոլորտի խոշորագույն խաղացողներից բադալյանները շարունակում են իրենց բիզնեսները զարգացնել։ Եղբայրների ընկերություններից 2025-ի առաջին 9 ամիսներին մոտ 53.8 միլիոն դոլար հարկ է հավաքվել։ Սրա առյուծի բաժինը խաղերի ոլորտում աշխատող Soft Construct-ինն է։ Երկրի 100 ամենախոշորների ցանկում է նաև նրանց պատկանող Fast Bank-ը։ Ոլորտի մյուս խոշոր խաղացողը Նոա ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանն է։ Նրա բիզնեսներից 53.5 միլիոն դոլար է հավաքվել։ Հայտնի մյուս բուկմեքերական հարթակը հենց նրան է պատկանում։ Digitane ընկերությունը մոտ 44 միլիոն դոլար է վճարել։ Օնլայն խաղերի ոլորտում աշխատող նրա մեկ այլ Imagine Live ընկերությունը 4.2 միլիոն է վճարել։ Խոշորների ցանկում են նաև Armenia Wine գինու գործարանը ու մի քանի այլ բիզնեսներ։ Ցանկում նաև իշխանականներ կան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքասյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից 47.3 միլիոն դոլար է հավաքվել։ Սուքասյաններին են պատկանում Հայ Էկոնոմբանկը, Fly1 Armenia ավիաընկերության 50%-ը։ Սուքասյաններին փոխկապակցված Mega Trade-ն էլ վառելիքի շուկայում է գործում, պայմանագրեր կնքում ու բենզին մատակարարում նաև պետական կառույցներին։ Հաջորդ գումարման խորհրդարանում Խաչատուր Սուքասյանը մանդատ չի ունենա։ Նա իշխող կուսակցության ցուցակում չի լինելու։ Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, որոնք 1000 խոշորների ցանկում են, 44.3 միլիոն դոլար են վճարել։ Վերջին ամիսներին իշխանությունները նրանց տեղական
ամենամեծ ակտիվը Հայաստանի էլեկտրական ցանցերն ազգայնացնելու գործընթաց են սկսել, թեև միջազգային արբիտրաժը հրատապ որոշմամբ արգելել է նման քայլերը։ 31 միլիոնը միայն այս ընկերության հարկերն են։ Խոշորների շարքում են նաև Dalma Mall-ը, Prio Mall-ը, որի բաժնեմասերի կեսն է իրենց պատկանում, էներգետիկ ոլորտում գործող միջազգային էներգետիկ կորպորացիան Տաշիր Պիցան։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասնաբաժինը 42 միլիոն դոլար է կազմել։ Վառելիքի շուկայում գործող Ֆլեշը Հայաստանի 22-րդ ամենամեծ ընկերությունն է 28.7 միլիոնի հարկերով։ Խոշորների թվում է նաև Արարատ բանկը 12.5 միլիոն դոլար ցուցանիշով։ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները հեղափոխությունից հետո քրեական գործերով են անցնում։ Նրանց պատկանող բիզնեսներն ընդհանուրի մեջ այժմ էլ զգալի մասնաբաժին ունեն։ 29.7 միլիոն դոլար են վճարել։ Ամենախոշոր բիզնեսը Յուքոմն է։ Հայաստանի ամենամեծ 1000 բիզնեսներից մի քանիսը նույնպես նրանցն են։ Տարիներ առաջ Յուքոմից դուրս եկան Ուկապի Թիմ ընկերությունը հիմնեցին Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները։ Եղբայրներին պատկանող բիզնեսները 25 միլիոն դոլար են վճարել։ 1000 խոշորների ցանկում մի քանի ընկերություններ նաև հանրությանը ոչ այդքան հայտնի մարդիկ ունեն։ Կահույք վաճառող Դոմոսի բաժնետեր Արմեն Մուրադյանի ընկերություններից 15.7 միլիոն է հավաքվել։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սասուն Ավետիսյանի ընկերությունները 44.2 միլիոն դոլար են վճարել։ Իշխանությունները հաճախ խոսում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կարողությունների մասին, թեև տարիներ շարունակ հնչեցված թվերը ու նրանց գույքի մասին պաշտոնական տվյալները հեռու են իրարից, Քոչարյաններն այդուհանդերձ մի քանի ընկերություններով ներկայացված են խոշորների ցանկում 13.3 միլիոն դոլար հարկերով։ Ամենամեծը Toyota Երևանն է, որի 30%-ն է ընտանիքինը։ Վերջերս ցանկում հայտնվեց նաև երկրորդ նախագահի Հարսի Սիրուշոյի ընկերությունը, Սիրուշո Production-ը։ Գրեթե նույնքան մասնակցություն ունի նախկին հանրապետական падգամավոր Արտակ Սարգսյանի ընտանիքը, ամենախոշորը SAS Group-ն է 9.4 միլիոն դոլարով։ Վերջին տարիներին սուպերմարկետների շուկայում Սարգսյաններին ու Ալեքսանյաններին նոր մրցակից է հայտնվել։ Նալեկ Նալբանդյանի կարողությունները արագ տեմպերով են աճում, նրան է պատկանում 8 ցանցը, վերջերս էլ Նալբանդյանը Ծիրանը ձեռք բերեց։ Նրա բիզնեսներն ընդհանուր 5.1 միլիոն են ապահովել։ Տնտեսությունում մեծ մասնաբաժին ունեցող ընտանիքների ցանկը դեռ կարելի է շարունակել։ Սրանք ամենահամեստ հաշվարկներն են։ Դրանք բիզնեսներ ունեն նաև ոչ խոշորների շարքում։ Գուցե այլ ընկերություններ ընտանիքից դուրս երրորդ անձանց անունով են գրանցված։ Հնարավոր չէ բացառել նաև ստվերային շրջանառությունը։